Ողջույն սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, Facebook-յան ընկերներ ջան, սիրելի հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդիկ ջան, հատուկ այս ուղիղ եթերը անում եմ որոշ ոռնացող մարդկանց համար, որպեսզի ասածներս նորից վերահաստատեմ։ Եվ ասեմ, որ այն ինչ որ ասվում է, քննարկման ենթարկված չի, փոփոխման ենթարկված չի, այս ամենը իրականությունն է, եւ այս իրականության հետ ուզեն չուզեն պետք է ոռնացողները համակերպվեն։ Չհամակերպվողները, չգիտեմ, անկանոն շարժումներ անողները գցելու են իրենց ոտին քաղաքական մակարդակով եւ քաղաքական մակարդակով շատ ցավոտ է լինելու։ Առավել եւս, ես ասում եմ ուղիղ եւ հստակ։ Այս վերջերս մի քանի օրը ով իրան թույլ է տվել կոնկրետ եւ ուղիղ սպառնալիքի լեզվով անձամբ ինձ հետ խոսացել է կամ մեր ընկերների հետ խոսացել է, օրինակ այս տեսքով, այդ կտենակ ձեր հալը ինչա լինելու, ձեր բոլորի դեմքերը ֆիքսված է, դուք բոլորդ էսյան կամենյան, ձեր բոլորի դեմքերը ֆիքսված է, ու դուք բոլորդ ամեն մեկդ ձեր գրածների համար պատասխան եք տալու։ Նրանք ովքեր ֆեկ են, օվկանոսությունյան իրանց ընտանիքի անդամների կենսագրությունը գրել են։ Okay։ Իսկ նրանք ովքեր ֆեկ չեն իրանց դեմքով են ու սպառնալիքով իրանց ոչի, իրանց ձևով նամակ են գրել, կոմենտ են գրել, սաբշեն են գրել ու չորն են գցել, ձեր բոլորի դեմքերը ֆիքսված է, դուք ամեն մեկդ անհատական, ամեն մեկդ ձեր գրածի համար պատասխան եք տալու, չկասկածեք, ասել ենք եւ ասում ենք, իրական Հայաստանի Հանրապետության դեմը խաղ չկա, ժողովրդավարության դեմը խաղ չկա, եթե խուլիգան բեսպրիցելը, եթե խոժանությունը, եթե խոժանները մտածում են, որ իրենք ժողովրդավարությունից ուժեղ են, ես իրանց քաղաքական մակարդակով իմ ցավակցություններս եմ հայտնում, դուք բոլորը պատասխան եք տալու, անխտիր, բոլորը չկասկածեք, այս սրա վերաբերյալ, երկրորդը, ասել եմ, նորից եմ ասում, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է կտրիչ Ներսիսյանի վերաբերյալ, իմ սուբյեկտիվ կարծիքը, իմ գնահատականը այդ ոչ հաճելի անձնավորությանը, այդ տականքին, այդ կեղտին, այդ խուլիգանին, իմ կարծիքը եւ իմ գնահատականը կտրիչ խուլիգանի վերաբերյալ։ Ինձ համար թե ինչով են տարբերվում կտրիչ Ներսիսյանը եւ Տեր Արամը։ Շատ պարզ մի բանով, որ Տեր Արամը ծառայում է Աստծուն, իսկ կտրիչ Ներսիսյանը ծառայում է թալանչիներին։ Որ Տեր Արամը քարոզում է Աստվածաշունչ, իսկ կտրիչ Ներսիսյանը քարոզում է Ռոբիկ, Քոչո, Տաշիր Սամո, իշում է փանթի տեսարան։ Մի հատ խուլիգան, հանցագործ, թալանչի, մաթասպան, մեծ փանթի տեսարանա, քարոզում կտրիչ Ներսիսյանը։ Իսկ Տեր Արամը քարոզում է Աստվածաշունչը։ Տեր Արամը ծառայում է Աստծուն։ Ասում են, այ, բա Տեր Արամը 2020 թվականին այս կարծիքներ էս բաներ, այո ումներ։ Որովհետև Տեր Արամը կտրիչ Ներսիսյանի արևագության տակ էր։ Որովհետև Տեր Արամը այլ կերպ հնարավոր չէ, որ ինչ որ բան ասեր կամ ինչ որ բան աներ։ Որովհետև կտրիչ Ներսիսյանի, խուլիգան կտրիչ Ներսիսյանի, ով հրաժարվել է Աստծուն ծառայելուց, եւ թաքնվելով Աստծո տան մեջ, Աստծո անվան տակ, Աստծո անունը շահարկելով, Աստծո անունը բարձրաձայնելով, Ռոբիկի Սերժիկի եւ այդ փանթի այդ խուժան, այդ հանցագործ թալանչի խուլիգան մաֆիայի անձնական փաստաբանն է դարել։ Կտրիչ Ներսիսյանը, ով թաքնվել է Աստծո տան մեջ, Աստծո անունը բարձրաձայնելով, Ռոբերտ Քոչարյանի, մաթասպան թալանչի Ռոբերտ Քոչարյանի, հայ մարդուն տասնյակ տարիներով ստրախի մեջ պահած, վախի մտլորտի մեջ պահած, տասնյակ տարիներով հայ մարդու սեփականությունը, Հայաստանի Հանրապետությունը իր անձնական հարստության համար օգտագործած Ռոբերտ Քոչարյանի անձնական օգտագործող տասով չիգնա դարել։ Ինչա տասից ամեն 2 կոպեկ փողա ծախսել կտրիչի վրա, սենց
Տաշի կտրիչն է տաշի Սամոյի լուսանկարը սենց տարել ասենց ամենա հարմարավետ տեղ տենց Աստծո տամեջ փակցրել։ Ինչա որ Տաշիր Սամոն ալիգարխա 2 կոպեկ փողա տվեք կտրիչին։ Տաշիր Սամոյի գովքն անում, քարոզն անում, կտրիչ Ներսիսյան։ Կտրիչ Ներսիսյան, այդ տաճ անձնավորություն։ Բայց եթե դու զբաղված ես Տաշիր Սամոյի գովքն անելու, քարոզ անելու, Աստծո գովքով է անելու, Աստծո քարոզով է անելու, այդպես է կարել։ Այդպես է կարել, այդպես ես հեռացել Աստծուց կտրիչ Ներսիսյան, այդպես ես մոռացել Աստծուն, Տաշիր Սամոյի գով քանելով ես զբաղված եղել, որ Հայաստանի Հանրապետությունում վխտում է աղանդը, այդ ձև ես արել, Աստծո տուն արևանգած, զզվելի կերպար, այդ ձև ես արել, կարճ և կոնկրետ, կտրիչ Ներսիսյանի և Տեր Արամի տարբերությունը, Տեր Արամը ծառայում է Աստծուն, իսկ կտրիչ Ներսիսյանը ծառայում է հայ մարդկանց սպանածներին, հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդկանց սպանածներին, հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդկանց տասնյակ տարիներով վախի մթնոլորտի տակ պահածներին, հայ մարդու հարստությունը տասնյակ տարիներով իրենց անձնական հարստության համար օգտագործած եւ միլիոնավոր դոլարավոր տենց մլիարդատերներ դարձածներին, մի խոսքով կտրիչ Ներսիսյանը ծառայում է խուլիգան թալանչի մարդասպան բանտային։ Կտրիչ Ներսիսյանը թաքնվելով Աստծո տան մեջ, ոչ մի ուղիղ կապ չհաստատելով Աստծո հետ, ուղիղ կապ է հաստատել խուլիգան մաֆիայի, թալանչիների, մարդասպանների եւ պոռնիկության հետ։ Ահա եւ կտրիչ Ներսիսյանի եւ Տեր Արամի տարբերությունը։ Նաեւ շնորհակալություն Տեր Արամին, շնորհակալություն այն հոգեվորականներին, ովքեր իրենց մեջ կամքի ուժ են գտել, իրենց մեջ կամքի ուժ են գտել, որպեսզի հրաժարվեն կտրիչ Ներսիսյանին ծառայություն մատուցելուց, այլ գնան եւ ծառայեն եւ ծառայություն մատուցեն Աստծուն։ Շնորհակալություն այն հոգեվորականներին, ովքեր ազատվել են իրենց համոս կամքով, իրենց մեջ ուժ են գտել եւ ազատվել են կտրիչ Ներսիսյանի արևանգությունից։ Շնորհակալություն այդ հոգեվորականներին եւ ես համոզված եմ այդ հոգեվորականների թիվը ավելի է մեծանալու։ Այո, մեր հոգեվորականները պետք է իրենց մեջ կամքի ուժ գտնեն, որպեսզի վարքյան առաջ ազատվեն կտրիչ Ներսիսյանի արևանգությունից։ Այլ տարբերակ չկա եւ չի կարող լինել։ Չի կարող լինել։ Սա եւ զգուշացում, եւ խնդրանք, եւ հորդոր, ոնց ուզում եք ընձևել անցալեք։ Այլ տարբերակ չի կարող լինել։ Պետության դեմը խաղ չկա։ Չհամարձակվեք դիմակայեք պետությանը։ Ժողովրդավարության դեմը խաղ չկա, չհամարձակվեք դիմակայել։ Հայ մարդու սեփական իշխանության դեմը խաղ չկա, չհամարձակվեք դիմակայել, չհամարձակվեք։ Հակառակ դեպքում շատ ցավոտ է լինելու ձեր վրա, եւ դուք այդ ցավը քաղաքական մակարդակով զգալու եք ձեր սեփական մաշկի վրա։ Եվ սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ցեզ մի հատ հայտարարություն անեմ, շատ կարևոր հայտարարություն է, նոր Facebook-յան էջերում, Telegram Facebook-յան էջերում տարածված է, նրանք ովքեր ուզում են Կրեմլի կողմից պարգևատրվեն, առավել եւս Պուտինի կողմից ուզում են պարգևատրեն, ձեր ռեզումյաները ուղարկեք ԿԳԲ-ի գործակալական այդ ցանց, տենց մի հատ ԿԳԲ-ի գործակալական ցանց կա։ Գտեք Կրեմլի ԿԳԲ-ի գործակալական ցանցը, ձեր ռեզումյան ուղարկեք այդ ցանցին եւ դուք շատ կարճ ժամանակով Պուտինի կողմից կպարգևատրվեք մեդալներով, շնորհակալներով, չգիտեմ, տենց տարբեր տեսակի պարգևներով կպարգևատրվեք։ Ասելիքս ինչ է, նրանք ովքեր ուզում են Պուտինի կամ Կրեմլի կողմից պարգևատրվեն, ժամանակ մի կորցրեք, հերթերի բան չկա, անսահմանափակ են հերթերը, կարող եք ձեր ռեզումյան ուղարկել ԿԳԲ-ի գործակալական ցանց եւ վստահ եմ, որ միջև 1 ամիսը, 2 ամիսը, 3 ամիսը դուք Պուտինի կողմից կարժանանաք պարգևատրման Կրեմլի կողմից։ Այսքանը Աստված մեզ հետ ամեն ինչ լավ է լինելու։ Իրական Հայաստանի Հանրապետության դեմը խաղ չկա, ժողովրդավարության դեմը խաղ չկա, հայ մարդու սեփական իշխանության դեմը խաղ չկա։ Աստծով ամեն ինչ լավ է եւ շատ լավ է լինելու։ Բարի գիշեր ձեզ։